Բարև ձեզ հարգելի բարեկամներ, մենք սկսում ենք ակունք հաղորդաշարի երրորդ հաղորդումը։ Առաջի երկրորդ հաղորդումներում մենք ավելի շատ խոսեցինք մշակույթի մասին, մշակույթի վիճակի մասին, այսօրվա վիճակի մասին, ինչ պետք է անել, ինչ չի արվում, պետությունը ինչ գործ ունի այդտեղ եւ այլն։ Այսօր ես պետք է ոչ թե խոսեմ մշակույթի մասին, այլ ուզում եմ արդեն ներկայացնել մի մշակութային բարձր արժեք, մի բացառիկ արժեք մեր ժողովրդին պատկանող, որի մասին երևի շատերը լսել են, գիտեն, բայց 100-ից մեկը, 1000-ից մեկը, եթե ասես պատմի, չի կարող պատմել։ Խոսքը մի բացառիկ հեքիաթի մասին է, Հազարան հավք հեքիաթի մասին։ Հազարան հավք հեքիաթը մեր էպոսի հետ միասին կազմում է մեր բանահյուսության թագուպսակը։ Դա մի հեքիաթ է, որ սկսվում է աշխարհի արարումից եւ գնում է մինչեւ աշխարհի վախճանը։ Այսինքն ինքը իր մեջ նաեւ էպիկական տարրեր է ներառում եւ գալիս է անհիշելի ժամանակներից։ Հազարան հավք հեքիաթը տարածված է աշխարհի շատ ժողովուրդների մոտ, հատկապես արևելքի ժողովուրդների մոտ։ Այս հեքիաթը տարբերակներով պատմել են չինացիները, արաբները, ճապոնացիները, հնդիկները, Սինամ հավք է կոչվում, կապույտ թռչուն, ռուսների մոտ ժարպծիցա անունով։ Այս հեքիաթը Թումանյանի համար մի բացառիկ բան էր եւ Թումանյանը ամբողջ կյանքում զբաղվեց հազարան հավքով։ Նա համարում էր, որ իր ստեղծագործության թագուպսակը պետք է լինի հազարան հավքը, բայց Թումանյանը գրում է, որ երբեք չունեցավ այն խաղաղ ժամանակները, որ կարողանա նստել, առանձնանալ եւ այս գլուխգործոցը վերածել մի նոր գրական արժեքի, ինչպես մշակեց Սավսի Դավիթ էպոսը։ Ավետիք Իսահակյանը ասում էր, որ հազարան հավքը դա արևելքի Ֆաուստն է։ Թումանյանն ասում էր, որ դա հեքիաթների հեքիաթն է։ Թումանյանն ասում էր, որ ամեն հեքիաթ հեքիաթ չէ, հեքիաթը պիտի ունենա խորհրդանիշեր, հեքիաթի մեջ սիմվոլներ են՝ սև աշխարհ, կարմիր աշխարհ, կապույտ աշխարհ, խոյը, առյուծը եւ այլն, դրանք բոլորը խորհրդանիշեր են, որ նշանակում են խոր իմաստներ։ Եվ դրա համար Թումանյանը սևագրեր էր կազմում, գրում էր օրինակ թռչող ձին, հնդկական հավատալիքների մեջ նշանակում է այսին զգացմունքը, ուրիշ տեղ այսին զգացմունքը։ Այս հազարան հավք հեքիաթը ամենաամբողջական տարբերակով գտնվում է Հայաստանում։ Հայ ժողովրդի մոտ ամենաամբողջական տարբերակն է այս հեքիաթի, որովհետև հեքիաթը ունի տարբերակներ, որտեղ մի մաս պակաս է, չկա, իսկ մի ուրիշ տարբերակում այդ մասը կա, բայց այն մասերը չկան։ Թումանյանը ամբողջ կյանքում փնտրում էր այս հեքիաթը, որ գրառել է տարբերակներ։ Դրանք հրատարակվել են ոչ թե Թումանյանի ձեզ հայտնի հատորներում չկան, այլ թումանյանական հատորներ կան, որոնք վաղուց սովետական միության ժամանակ հրատարակվել են, Թումանյանի սևագրերն են, նույնիսկ նշումները, ինչ առևտուր է արել եւ այլն, եւ ահա այդ հատորներից մեկում կան հազարան հավքի իր գրառած տարբերակները, որ ինքը ամբողջ կյանքը չհասցրեց այդպես էլ մշակել, ավարտել։ Եվ ես հազարան հավքի Թումանյանի գրառած տարբերակներից եւ մյուս ժողովրդական հեքիաթի տարբերակներից կազմեցի հեքիաթի ամբողջական տարբերակը եւ հրատարակեցի 2012 թվականին նաեւ խորհրդանիշերի վերլուծություններով։ Այսօր ես չեմ անդրադառնա խորհրդանիշերին, դրանք անդրադառնանք հաջորդ հաղորդման ժամանակ եւ ընդհանրապես խոսենք խորհրդանիշերի մասին։ Այսօր ես ուզում եմ հենց մեր ժողովրդին ներկայացնել, կարդալ այդ հազարան հավք հեքիաթը, այս մեծ գանձը, որը համաշխարհային արժեք ունի։ Ես կկարդամ կրճատումներով, ավելի ճիշտ կպատմեմ ձեզ, հետևելով այստեղ որոշ տեքստերի։ Ուշադրություն դարձրեք ընթացքում, որ այստեղ ամեն ինչ խորհրդանիշ է, որ հետո ես կբացատրեմ։
Սկսենք։ Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղր էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստ անվրդով արևլուսի կողմերում թագավորում էր բարի Արան թագավորը։ Այն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էր ուրախացնում ու ջերմացնում էր թագավորը։ Այն գարունկվա անձրևի նման ամենքի վրա հավասար թափվում էր նրա բարությունը։ Այսպես թագավորեց երկար ժամանակ։ Երբ որ ծերացավ, միտք արեց մի այնպիսի բան շինի, որ մնա հիշատակ, եւ ստեղծում է անմահական մշտադալար այգին 7 ճամփաների մեջտեղում, որպեսզի 7 կողմից աշխարհի բոլոր մարդիկ, ով ուզենա գա մտնի այդ այգի, օգտվի այգի բարեկամներից եւ պահակներին կարգադրում է, որ ոչ մեկի առաջ չփակեք այգու դռները։ Իհարկե այստեղ կարճ ասեմ, որ այդ այգի ասածը խորհրդանիշերը, մրգերը եւ այլն, մարդկային իմաստությունը, մարդկային հատկությունները, որից պետք է բաց լինի եւ օգտվեն բոլորը։ Մշակութային, կուզեք ասեք, կուզեք արվեստ ասեք եւ այլն։ Արան թագավորի քաղաքում մի պարավ կին է լինում, որդին հիվանդանում է, սիրտը խաղող է ուզում, գնում է այգու պահակներից խաղող ուզելու, որտեղ կարգադրված է դռները չփակել, եւ այգու պահակները արդեն երեկո է լինում, ասում են փակում են, խաղող չեն տալի, պարավն ասում է, որ որդին մահանում է, սիրտը խաղող է ուզում եւ շպրտում են, մի քանի գիլա տանում է որդուն, ուտում է եւ այդպես էլ խաղող կանչելով որդին մահանում է։ Կարելի է ասել այդ դրախտում գործվում է առաջին մեղքը։ Եվ պարավ առավոտյան կանգնում է արևի դիմաց, անիծում է եւ կանչում. Ով լուսեղեն դռներդ բաց, հող ու ջրի առատ Աստված, դու որ այսքան բարիք ու փառք, աշխարհն անծեր, ծովերն անտակ, ստեղծել ես փռել, լցրել, ով գթառատ քեզ եմ խնդրել, լսիր ծերացած խեղճ մոր անեցքին, այս աշխարհից իմ որդին գնաց, շրթունքը ցամաք, լեզուն չորացած ու ինչպես որդիս իր մոր գրկին, գնաց կարոտ աչքն աշխարհքին, նրանք էլ թող իրենց կյանքից կարոտ գնան լիքն աշխարհքից, դրախտ այգին կտրի չորփուշ, իրեն գազան չար ու ապուշ։ Պարավն անիծում է, թե չէ, Աստծո հրամանով այգին չորանում է, կանաչ տերևը թափվում, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաներն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում թավիթները սկսում հոշոտել միմյանց։ Լուրը գնում հասնում է Արան թագավորին, զարհուրում է ծերունի թագավորը ոսկի գահի վրա, հրաման է արձակում, կանչում տերունական բոլոր իմաստուններին, հարցնում, թե ով է տեսել այսպիսի փորձանք, ինչ անեն, որ այգին նորից ծաղկի, ոչ ոք ճարը չի գտնում, այդ ժամանակ հայտնվում է մի հրեշտակ ծերունի, որ ասում է Արան թագավոր, քո ցավի ճարը հազարան հավքն է, որ երգում է 1000 ձևով, 1000 ձայնով եւ երգի հետ բուրյան մշտադալար վարդ է թափում պնջերով, եթե հազարան հավքը մի օր արշալույսին երգի քո այգում, այգին կկանաչի, փուշը վարդ կծաղկի ու այգեպան քո ծառաները, որ դարձել են գել ու արջ, նորից կդառնան մարդիկ ազնիվ, լավ ու բարի։ Բայց որ երկրում, որ անտառում, որ սարում է երգում հազարան հավքը, հարցնում է Արան թագավորը։ Ծերունին պատասխանում է միշտ երջանիկ, կախարդական, անխոհ, անկող, անմեռ աշխարհքում։ Արան թագավորը կանչում է իր որդիներին եւ ասում, որ պետք է գնաք հազարան հավքը բերեք, որ իմ այգին նորից ծաղկի։ Գնացեք կախարդական աշխարհը գթեք, բերեք։ Փոքր որդին Արեգը ինքն էլ է ուզում գնալ, հայրը չի թողնում, բայց չի լսում հորը եւ եղբայրների հետ գնում է։ Եղբայրները գնում հասնում են մի ճամփաբաժանի, որտեղ կա 3 ճանապարհ եւ մի հսկա ծերունի կծկում է սև ու սպիտակ կծիկներ։ Ասում են պապի հետ ինչ ես անում, ասում է գիշերն ու ցերեկն եմ կծկում, որդի գիշերը բաց եմ թողում, ցերեկն է գալիս, ցերեկը բաց եմ թողում, գիշերն եմ կծկում։ Եվ ասում են, այս ինչ ճանապարհներ են, ասում է 3 ճամփա է, ահա, մեկը լայն, մյուսը միջտակ, մյուսը շատ նեղ։ Ասում է այս լայն ճանապարհով գնացողը հաստատ հետ է եկել, ով գնացել է։ Այս միջնեք ճանապարհով գնացողը, ով գնացել է կամ հետ է եկել կամ հետ չի եկել։ Իսկ այս նեղ ճանապարհով ով գնացել է, երբեք հետ չի եկել։ Մեծ եղբայրը անմիջապես բռնում է լայն ճանապարհը գնում, միջնեկը միջնեք ճանապարհով, Արեգը հենց ուզում է նեղ ճանապարհով գնա, ծերունին կանգնացնում է։ Ասում է տղա, գործ չունես։
Կախարդական աշխարհով դեռ մարդու ոտք չի դիպել հողացնի, ոչ մի աջ չի տեսել։ Սարեր կանեն ճամփին, թռչունը չի անցկենում, խորանդուդներ, որ նայելուս մարդու աչք է սևանում, հուր անապատ, որ անցնելիս ամբողջ կյանքը թերիկ չի, ամեն քայլում դև ու հրեշ, ամեն կողմից փոթորիկ, օծն իր պորտով, հավքն իր թևով չի հասնի այնտեղ։ Արեգ առաջ է գալիս ու կանչում. Ինչ են դևեր ու հրեշներ, երկյուղ չունեմ ես պապի, ինչ էլ պատահի ես պիտի գնամ հազարան հավքը բերեմ, որ այգին ծաղկի, գազանը մարդ դառնա։ Ծերունին օրհնում է արեգին ու ճանապարհում։ Արեգը գնում հասնում է սև աշխարհ։ Տեսնում է երկինքը սև, գետինը սև, ծառը սև, փետը սև, ծաղիկը սև։ Լսում է մի աղջկա ձայն, որ մի սև ամրոցից լալիս է այդ աղջիկը։ Եվ ասում է ափսոս կտրիչ, ուր եկար, հիմա սև մարդակեր դևը կգա, քեզ պատար կանի։ Եվ ասում է, որ սև դևն է փախցրել իրեն, բերել այդտեղ բանդարկել։ Ես վախ չունեմ, ասում է արեգը, թող գա։ Դևը գալիս է, 7 ագահ գլուխ ունի, եւ աղջիկը ասում է, երբ որ գա մեջտեղի գլխին կզարնես։ Երբ քեզ խնդրի մեկ էլ զարկիր, ել չզարկես, թե չէ գլուխները կաճեն։ Եվ ահա արեգը նետով հերվից զարկում է, տապալում դևին, ասում է մեկ էլ զարկիր, չի զարկում, դևը սատկում է, այս աղջիկը մի մատանի է տալիս արեգին, թռչուն է դառնում եւ թռչում գնում։ Գնում է արեգը, հասնում է կապույտ աշխարհ։ Տեսնում է հողը կապույտ, երկինքը կապույտ, ծաղիկը կապույտ, ասում է կապույտ աշխարհի թագավորը նիհար, ոսկրացած, մարդիկ սոված, կամախ դարձած, թշվառություն, աղքատություն, ինչ է եղել ձեր աշխարհքին, ասում են երկաթե ձեռքը, այդ անիրավ երկաթե ձեռքն է մեզ այսօրի հասցրել, ինչ ստեղծում ենք, արարում, ամեն ինչ անում, երկաթե ձեռքը ծովից դուրս է գալիս, խլում, ոչնչացնում մեր զորքին, թալանում, ամեն ինչ տանում, երկաթե ձեռքը կարող ենք ասել անարդար պետության խորհրդանիշն է այստեղ։ Դե թագավորին ասում է դուք ինձ մի նավակ տվեք, իջեցրեք ծով եւ ես կհաղթեմ երկաթե ձեռքին։ Գործ չունես, ասում է, տղա, թագավորի տղա, ով գնացել է, հետ չի եկել, զորք ենք ուղարկել, բոլորին կոտորել է։ Ոչինչ, ասում է, տարեք կտեսնեք։ Եվ մի նավակ են տալիս, մտնում է ծովը, հանգարց ծովը փոթորկվում է, տակից դուրս է գալիս երկաթե ձեռքը, որ խորտակի, արեգը մի աղոթք է մրմնջում, որ սովորել էր, բռնում է այդ ձեռքը եւ ջարդում, խորտակում։ Անմիջապես ծովի ոգիների թագավորի աղջիկն է ծովից դուրս գալիս, ասում է բանդարկել էր ինձ երկաթե ձեռքը, դու ինձ ազատեցիր, մի մատանի է տալիս արեգին, թռչում գնում։ Արեգը գալիս է կապույտ թագավորի մոտ, կապույտ աշխարհի թագավորը ասում է մնա մեր մոտ, թագավորիր, քեզ եմ հանձնում թագավորությունս։ Ոչ, ասում է, ես պիտի գնամ հազարան հավքի հետևից, որ հավքը բերեմ, փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնա։ Եվ թագավորն ասում է ուրեմն գնա նորից ծով եւ ծովի թագավորից ուզի քամիձին։ Նա քեզ կտա քամիձին եւ քամիձին քեզ կհասցնի կանաչ կարմիր աշխարհ։ Գնում է, աղջկա մատանին նետում է ծովը արեգը եւ ասում է. «Չքնաղ անունով քո լույս աղջկա կանչում է մահեղ ծովերի արքա, լսիր անհատակ ջրերի խորքից, մշտացու պանսաստ քո մութ աշխարհքից, տուր ինձ քամիձին, թռչող քամիձին, որ ես կարոտով անմար երկնածին հասնեմ երջանիկ աշխարհքն աննման, ուր վարդ է թափում հավքը հազարան։ Լսիր ինձ, ահեղ ծովերի արքա, առ նշան նահա քո սեգ աղջկա, տուր ինձ քամիձին հասնեմ փափագիս, են հավքը բերեմ, հասցնեմ այգիս, փուշը վարդ փոխեմ թովչական երգով ու գազանը մարդ բանական հոգով։ Այսպես կանչում է, թե չէ, փոթորիկը ելնում է ծովից, մտնեց երկինքը, մտնեց երկիր, աշխարհքն իրար անցավ ու ահա որդո բոյից ծովեն մթին անդունդներից, հուր հրեղեն իր թևերով ցոլած ելավ քամիձին, հասավ արեգը ձյուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծավ ու թռավ երկնքով անծիր։ Շատ գնաց արեգը, թե քիչ, վերև Աստված գիտի։
Գնաց հասավ կարմիր աշխարհ։ Հասավ կարմիր աշխարհ, երկինքը կարմիր, գետինքը կարմիր, ջուրը կարմիր, խոտը կարմիր, ծաղիկը կարմիր։ Քամի ձին ծիածանի վրայով էլ անցկացավ ու արեգին իջեցրեց կարմիր աշխարհի կարմիր քաղաքի մոտ։ Առաջ գնաց արեգը տեսավ ժողովուրդ է հավաքված, բոլոր արունագույն շորեր հագած, թագավորը կանչում է, լացակումած, դուրս թող իմ աղջկան անիրավ, արձակիր իմ աղջկան։ Ինչ է եղել, հարցնում է արեգը։ Ասում է մի պառավ քուրսի կա, մի աչքանի, որ քարանձավում բերանից ծուխ ու բոց է արձակում, այրում բոլորին, եւ ամեն անգամ մի աղջիկ է ուզում, որ տանենք զոհաբերի, եւ ահա թագավորի աղջկան է տարել։ Արեգը գնում է, նորից իր իմացած աղոթքը մրմնջալով անցնում է առաջ, պառավ հենց բոցերը բաց է թողում, չի այրում արեգը, այդ աղոթքը պահպանում է արեգին եւ նետ արձակելով հենց ուղիղ աչքի մեջ սպանում է պառավին եւ ազատում թագավորի աղջկան։ Այս աղջիկն էլ մի ընկերու է ունենում հետը բանդարկված, որ էլի մատանի է տալիս նրան, թրջում դառնում, թրջում եւ գնում։ Նստում է քամիձին արեգը, թրջում, գնում հասնում է Մշտադալար այգի։ Այս Մշտադալար այգում հենց լինում են այդ հուրի փերիները, որ թրջուն էին դարձել։ Եվ թաքնվում է արեգը, տեսնում է, որ սրանք մի մեծ խնջույք են կազմակերպել եւ խմում են իր կենացը ու ասում. «Ելնեք մի օր այդ տղան գա մեր մոտ, որ մեզ ազատեց»։ Ամեն մի քույրը պատմում է, թե ինչպես է իրեն ազատել արեգը, եւ հենց այդ ժամանակ արեգը մեջտեղ է ելնում, տեսնում են, զարմանում, ուրախանում, մի մեծ խնջույք սարքում, այդպես պահում արեգին եւ մի քանի օր հետո էլ խնդրում, որ ընդմիշտ մնա այդ դրախտում, վայելի, դրանից մեծ երջանկություն իրենց հետ այդ զմրուղ ջրերի, թրջունների, այդ հրաշալի անմահական վայրում եւ անմահ կապրի միջև վերջ։ Չի համաձայնվում պարզ է արեգը, ասում է ես գնում եմ հազարան հավքը բերեմ, որ մարդը գազան դարձած մարդուն նորից մարդ դարձնեմ եւ ծաղկի մեր այգին։ Այդ դեպքում այդ աղջիկները, որ փերիներ են լինում, օգնում են արեգին։ Ասում են քամիձի, դու հիմա արեգին կտանես սպիտակ աշխարհ, կտաս ձուկին, մեզ ձկանը կասես, որ քույրերն են ուղարկել, որ իրենց լավությունն հասել է մեզ, ձուկը բերանով կտանի աժդահային եւ աժդահան կտանի իրան կախարդական աշխարհ։ Այսպես քամիձին թռնում, գնում հասնում է սպիտակ աշխարհ, հողը սպիտակ, երկինքը սպիտակ, ծաղիկը սպիտակ, փետը սպիտակ, գետինը սպիտակ։ Սպիտակ աշխարհում իջնում եւ ծովի եզրին ձայն է տալիս ձին։ Ասում է ձուկ, մեկ էլ ճմարթելով ծովը գալիս է հսկա, կետ ձկի չափ ձուկը, ինչ անեմ, ասում է, հափշտակեմ դրան, չէ, ասում է, հուրիփերի քույրիկներն են ուղարկել, պետքա սրան բերանը տառնես, անցկացնես ծովի մյուս կողմը, տաս աժդահային։ Ձուկը անցկացնում է արեգին, տալիս աժդահային, ծովի մյուս կողմը։ Աժդահան, ասում է, արի շալակս, տանում է կախարդական աշխարհ եւ խորհուրդ տալիս։ Ասում է կախարդական աշխարհից են կողմ ես իրանք չունեմ գնալու, դու մենակ պիտի գնաս, չեմ կարող ոտ դնել։ Կախարդական աշխարհում որ գնաս, ասում է, մի փուշ անապատ կգա, պետք է այդ ծաղիկը քաղես, փուշը հոտ քաշես, ասես էս ինչ անմահական ծաղիկ է փուշին եւ կանցնես անապատը։ Հետո լեղի գետը կգա, որի ջրից ոչ ոք չի կարող խմել, բայց դու պիտի դիմանաս, պիտի խմես այդ ջուրը ու ասես էս ինչ անմահական ջուր է, գետը քեզ բաց կթողնի։ Հետո սև քարերը ձեն կտան հարազատների ձայներով, պիտի հետ չնայես, հենց հետ նայես կքարանաս, հետո ծաղրացուները կգան քեզ կծիծաղեցնեն, այնպիսի օրիններ կսարքեն, որ 7 տարվա մեռելները գետնի տակից դուրս կգան կծիծաղան, բայց դու պիտի սիրտը ծևացնես, անցնես առաջ ու այն ժամանակ կհասնես տաճարին, որտեղ պահվում է հազարան հավքը։ Գնում է արեգը, անցնում է լեղի անապատը, փուշը քաղում է, ոտքերը ծակում են, չի տրտնջում, արյուն է գալիս ոտքերից, փուշը հոտ է քաշում, ասում է ինչ անմահական ծաղիկ է, անցնում է, հասնում է լեղի գետին, խմում է լեղի ջուրը, ասում է ինչ անմահական ջուր է, անցնում է, սև քարերը ձայն են տալիս, այդ սև քարերն էլ կյանքի մեր առօրյա
ամբողջ կանչերն են, որ այն մարդուն են կանչում, ով որ գործ ունի անելու, գնում է իր նպատակի հետևից, բայց 1000 հոգս կարող է իրան հետ պահել, պիտի չնայի ով նպատակ ունի, պետք է ուղիղ գնա առանց հետ նայելու։ Հարազատներն են ձայն տալիս, հասիր մեզ, փրկիր, այնպիսի ձայներ են գալիս, հասեք, ահա բռնեցինք, հետ չի նայում, որովհետև տեսնում է ճամփին, քարացած մարդիկ կան, քար դարձած, հետ են նայել քարացել։ Հետո գալիս են ծաղրացուները, այդ դու ես, որ պիտի 1000 հավքը տանես, հիհի, ձեռք են առնում, ծիծաղացնում, հլա մի սրան նայեք, սա ով է, այս թշվառականը, ոչ մի պատասխան չի տալիս Արեգը, գլուխը կախ, գնում է իր նպատակի հետևից, հենց տեսնում են իրենց բանի տեղ չդրեց, չքանում են։ Հասնում է տաճարին, տաճարը պահպանում են խոյը եւ առյուծը։ Խոյը առաջ միս է դրած, առյուծի առաջ խոտ։ Արեգը մոտենում է, խոտը դնում է խոյի առաջ, միսը դնում է առյուծի առաջ եւ իրեն բաց են թողում ներս։ Մտնում է Արեգը տաճար, տեսնում է 1000 հավքը ոսկե վանդակի մեջ կախած, փայլում է, շողշողում, կախարդական մի հավք, բայց ներքևում քնած է այդ հավքի տիրուհին, մի չքնաղ աղջիկ, որի համար Աժդահան ասել էր հանկարծ չնայես այդ աղջկան, եթե նայես այլևս չես կարող վերադառնալ, հափշտակված կմնաս այդ գեղեցկության վրա եւ այդպես էլ կմնաս միշտ այդ տաճարում։ Արեգը 1000 հավքը վերցնում է, որ տանի, ասում է այս հավքն է տանում եմ, արի մի հատ էլ նայեմ այս գեղեցկուհուն, տեսնեմ սա ինչ բան է, որ Աժդահան զգուշացրեց։ Մոտենում է, տեսնում, քիչ է մնում ուշաթափվի այդ գեղեցկությունից, չի համբերում, մոտենում, համբուրում է այդը, բայց հանգարց հիշում է Աժդահայի խրատը, որ ընդմիշտ կմնա այդտեղ, վերցնում է հավքը եւ սլանում։ Հողը, ջուրը, օդը, կրակը ձայն են տալի, բռնեցեք, փախավ հողեղենը, տարավ հրեղենը։ Արեգը գնում է, անցնում նույն ճանապարհներով, փշոտ անապատ, ծաղրացուներին, հասնում է Աժդահային, Աժդահան ասում է բերիր 1000 հավք, ասում է բերի, դե արի շալակս, տանում է տալիս ձկանը, ձուկը տալիս է քամիձին թռչում Արեգին, իջացնում է այն ճամփաբաժանը, որտեղից բաժանվել էր եղբայրների հետ։ Արեգն ասում է գնամ եղբայրներիս գտնեմ, իրենց էլ ինձ հետ տանեմ։ Գնում է լայն ճանապարհում գտնում է իր եղբայրը, որ ծառա է դարձել, թշվառ վիճակի մեջ է, բերում է եղբայրը, միշտ եղբայրն էլ գտնում է մի ուրիշ տեղ ծառա, նորից ծանր վիճակի մեջ, այդ եղբայրն էլ է հետ բերում, ասում է ահա 1000 հավքը, եկեք այս հավքը միասին տանենք մեր հորը։ Եղբայրները նախանձում են ճամփին, ասում են այս Արեգը պիտի մեզ տանի այնտեղ գլուխ գովա, որ մենք ծառա էինք, մենք այդպես թշվառ վիճակում էինք, ոչինչ չկարողացանք անել, իսկ ինքը դևերին հաղթեց եւ այս հավքը ուրեմն բերեց։ Արի մի խաղ խաղանք սրա գլխին, մենք տանենք 1000 հավքը։ Ասում են ծարավել ենք։ Խափում են Արեգին, պարանով կապում, իջեցնում ջրհորը, որ իրենց համար ջուր հանի, պարանը կտրում են եւ թողնում այդ մութ աշխարհքում 1000 հավքը վերցնում են եւ գնում։ Արեգը ընկնում է լույս աշխարհից մութ աշխարհ։ Գնում, տեսնում է մի ծառ, այդ ծառի տակ արծվի ճտերը ծառի վրա, մի հատ վիշապ փաթաթվել է ծառին, արդեն պիտի այդ ճտերին կուլ տա, հանում է թուրը, կտրատում այդ վիշապին, ինքն էլ հոգնած այդ ծառի տակ քնում։ Մեկ էլ գալիս է ճտերի մայրը, զմրուխտ խուշը, զմրուխտ արծիվը, հսկա արծիվը, հերվից տեսնում է, իմանում է, սա նա է, ով ամեն տարի իր ձագերին կերել է, որովհետև ամեն տարի ձագ էր հանում, այս վիշապը ուտում էր։ Գալիս է, որ ծվիկ անի Արեգին, ճտերն ասում են, սա մի ձեռք տուր, սա մեր փրկարարն է, ու պատմում են, թե ինչպես ազատեց իրենց։ Նայում է արծիվը, տեսնում այնտեղ ընկած վիշապին, հասկանում է ամեն ինչ, թևերով հովանի է անում Արեգին, որ Արեգը հանգիստ քնի։ Արեգը արթնանում է, տեսնում արծիվը գլխի վերև, զարհուրում է, մի վախեցիր, ասում է, քաշ տղա,
Դու փրկել ես իմ ձակերին, ասա ինչ ես ուզում։ Ասում է ուզում եմ, որ դու ինձ մութ աշխարհից հանես լույս աշխարհ։ Դե ասում է արի մեջքս։ Նստում է արծվի վրա, արծիվ արեգին հանում է լույս աշխարհ։ Գնում է արեգը, փոխում է իր շորերը, աղքատի շորեր է հագնում, որ իրեն չճանաչեն, ու գնում է հոր քաղաք։ Գնում է մի պառավի տուն, նանի ասում է օտարական եմ, տունդ կընդունես, արի տղա ջան ասում է, պահում է այդ պառավը։ Պառավն ասում է ինչ կա չկա քաղաքում, ասում է հազարան հավքն են բերել, բայց չի երգում։ Այս եղբայրները հազարան հավքը տանում են հորը, ասում են մեր եղբայրը չկա, կորել է, դևերը կերել են, մենք ենք բերել, տանում են այգի եւ չի երգում հազարան հավքը։ Մեկ էլ հայտնվում է այն ծերունի հրեշտակը, ասում է այս հավքը տիրուհի ունի, միջև տիրուհին ու տերը չգա, ով որ բերել է այս հավքին, հավքը չի երգի։ Հերն ասում է այդ որտեղից էս հավքը բերեցիք, ասում է մեկն ասում է շուկայում ծախում էին, առանք բերեցինք, այսպեսի բաներ են ասում։ Ինչպես մեր հեքիաթ ասած ժողովուրդն է ասում, լուրը տանք տիրուհուց։ Տաճարի տիրուհին արթնանում է, տեսնում է հավքը չկա։ Նայում է հայելու մեջ, տեսնում է համբույր այդին։ Հասկանում է, որ տարել են եւ իրեն համբուրել։ Թռչում է երկնքով, գալի հարցնում տարերքներին, հող ջուր օթուր ինչի չբռնեցիք, ասում է ինչքան ձեն տվեցինք, մեզ բանի տեղ չացին, ծաղրածուներ ինչի չկանգնեցիք, ասում են ինչքան ծիծաղացրեցինք, մեզ բանի տեղ չդրեց, սև քարեր, ինչու չեք քարացրել, ասում են մենք ինչքան ձեն տվեցինք, ինչ ասես չարեցինք, հետ չնայեց, անապատ ինչու ես թողել անցնի, ասում է փուշս հոտ քաշեց, ասեց էս ինչ հոտով լավ ծաղիկ է, լեղի ջուր ինչի չկանգնացրեցիր, ինչու չխորտակեցիր, ասում է ջուրս խմեց, ասեց էս ինչ անմահական ջուր է, եւ այսպես գնում հասնում է ճամփաբաժան, իմանում է որ հազարան հավքը տարել են թագավորի այգին, գնում է այնտեղ մի կախարդանք է անում, որ քաղաքի առաջ զորք է երևում, մեծ զորք, եւ ասում է զորքը պաշարել եմ քաղաքը, հիմա ամբողջ երկիրը ջուր եմ դարձնում, տուր իմ հազարան հավքը։ Կամ ով որ տարել է, թող գա ինձ մոտ։ Հերն ասում է, այ որդիկ, եկել է այս հավքի տիրուհին, ամբողջ աշխարհքս ջուր է սարքելու, գնացեք մի պատասխան տվեք։ Մեծ եղբայրը ասում է, ես կերթամ։ Գնում է, տիրուհին ասում է, դու ես տարել, ասում է, հա, որտեղից քեզ։ Ասում է, մի շուկայում ծախում էին, առա։ Տիրուհին իր ծառաներին նայում է, մի հատ այնպես են խփում, ապտակում այդ մեծ եղբորը, որ փռվում է գետին, լացակումած վազում տուն։ Գալիս է միջնեկ աղբեր, ասում է, դու ես տարել, ասում է, այո։ Դու որտեղից, ասում է, այդ հազարան հավքը ճարեցիր։ Միտեղ ասում է, դրած էր, փողոցում էր, որտեղ, վերցրեցի, բերեցի, շուկայում էր, թե որտեղ, նորից ապտակում են սրան, սա էլ լացակումած հետ է գալիս, հասկանում է տիրուհին, որ սուտ են խոսում, սրանք չեն տարել։ Այդ ժամանակ արեգը իմանալով էս ամբողջը, գնում է պալատ և կանգնում հոր դիմաց, հայրը ապշում է տեսնելով կենթանի որդուն, լալով փաթաթվում, ուրախանում, աշխարհքով մեկ է լինում, ես եմ բերել հազարան հավքը, հայրիկ ասում է, դե որդի ասում է, գնա այդ տիրուհուն պատասխան տուր, թե չէ եկել է, ջուր է սարքում աշխարհքս։ Գնում է արեգը տիրուհու մոտ, տիրուհին ասում է, գնում է հեռվից, հենց տիրուհուն տեսնում է, սկսում է ծիծաղել արեգը։ Ասում է, լուրը հասավ արեգին, կարդամ այս կտորը, հավքն են պահանջում։ Արեգը հացատանն էր, ալրոտ դուրս եկավ ու գնաց հոր պալատը, հոր պալատից հետո երբ որ արդեն հորը հանդիպում է, գնաց տիրուհու մոտ։ Ես եմ բերել հազարան հավքը, ասում է տիրուհուն։ Եթե այդպես է, չէ, հորն է ասում, ես եմ բերել, հայրն ասում է, եթե այդպես է գնա պատասխան տուր, արդեն ասեցի։ Արեգը գնում է տխուր, մոլորված, տեսնում է տիրուհին տխուր, մոլորված նստել է վրանում, առանց հազարան հավքի,
ասում է բարով սիրուն աղջիկ ու ծիծաղում է Արեգը։ Աղջիկը թե այդ տղա, բարևը ասենք Աստծուն է, ծիծաղը էլ ինչ էր։ Ոչինչ, ասաց Արեգը, ճանապարհին գալիս մի աննման աղջիկ տեսա, շորերը խառնած, տակնու վրա արած, թշին էլ խալ, երեսն էլ այնքան քնքուշ էր, որ համբույրից տեղը նշան մնաց։ Այստեղ տիրուհին իսկույն հասկացավ, որ սա է հազարան հավք բերողը, սա է իրեն համբուրել։ Եվ Արեգը համբուրելու ժամանակ ես մոռացա ասեմ իր մատանին էր դրել էր աղջկա մատին։ Այդ տղա ասաց. հավքն իր թևով ոցնիր պորտով չէր կարող այստեղ հասնել։ Դու ինչպես ես 4 սահման անցկացել հասել ինձ մոտ, պատմիր։ Արեգը նայեց անտես աննման չնաշխարհիկ տիրուհու երկնքի նման անհուն ու անծիր աչքերին, նայեց ճակատին վառվող լուսե աստղին, առաջ եկավ ու ասաց. Սև աշխարհքն անցա, սև դևին հաղթեցի, կապույտ աշխարհքն անցա, զարհուրելի երկաթե ձեռքը խորտակեցի, կարմիր աշխարհն անցա, բոցերի եւ մոխիրների միջից գարշելի քավթար քուրսին հաղթեցի, ահ ու երկյուղ չզգացի, ժողովուրդներ ազատեցի ու նրանց վայրկներից հրաժարվեցի, սարսափներին ու դառնություններին դիմացա, բոլորին հաղթեցի, միայն քո անտես աննման տեսքին չդիմացա, միայն քեզանից հաղթվեցի։ Ու ես չեմ եկել թևով թռչունի, ոչ մարդու ոտով, ոչ օծի պորտով, նրանցից ոչ մեկն են ուժը չունի, թռել եկել եմ ես քո կարոտով, խոր ծովեր անցա ալիք ու փրփուր, լվանում էին երեսն երկնքի, անդունդներ թռա անտակ խորքերից վեր էին հառնում ձայներ դժոխքի, անցա փշալի անկող անապատ ու վարդի բուրմունք առատատասկից, են լեղի գետից անցա անվհատ, խմեցի լեղին դառնամ չզգացի, հաղթեցի դևին, սև քարերին, ժան տոյիններին խեղկատակների, տարասարսափ առյուծի ահեղ, հաղթեցի անմահ 4 տարերքներին, բոլորը անցա, ամենն հաղթեցի, բայց չկարացի հաղթել քո սերին։ Տիրուհի, ահա եկել եմ կրկին, չի երգում քեզ հավքը հազարան, չի թափում բուրյան վարդը երկնքի, այգիս մացառ է ու մարդիկ գազան, լույս աշխարհ եկել եմ կրկին, ոչ հավքի թևով, ոչ մարդու ոտքով, եկել եմ թռած քո սիրով միայն, քո սիրով, քո մեծ ու սուրբ կարոտով, արի աննման չքնաղ տիրուհի, որ հավքը դերքի հազարան խաղով, փուշը վարդ փոխի երգով թովչական ու գազանը մարդ բանական հոգով։ Արեգի պատմությունն ու խոսքը հուզեցին աղջկա սիրտը, լսիր աննման տղա, ասաց աղջիկը, մարդիկ ապականել էին ամբողջ աշխարհը եւ միայն իմ երկյուղից չէին գալիս կախարդական աշխարհք, դու որ անցար բոլոր փորձանքների միջով, հաղթեցիր դևերին ու հրեշներին, դու որ կարողացար թափանցել հողեղենին անհաս կախարդական աշխարհի տաճարը ու հազարան հավքը բերել, դու որ սիրեցիր ինձ հրեղեն սիրով, կախարդանքն էլ քանդվեց, տես քո հոր քաղաքը պաշարած զորքն էլ չքվեց, ահա ես էլ քոնն եմ, կանչեց աղջիկը ու գիրկը պարզեց, Արեգն առաջ եկավ գլուխը խոնարեց ու համբուրեց աղջկա սիրտը, աղջիկն էլ համբուրեց Արեգի ճակատը ու պինդ գրկեցին իրար, հետո ձեռք ձեռքի տվեցին ու գնացին հոր քաղաք։ Արան թագավորի ժողովրդով, հանդեսներով, օրհնություններով ելավ Արեգին տիրուն ընթառաջ, ելան տեսան ինչ սիրուն, ինչ հրեղեն աղջիկ, արևին ասում է դու մայր մտի ես քո փոխարեն լույս կտամ, գնացին այգին, լուսումութին բարի լուսուն, հազարան հավքը երգեց, ու մշտադալար բուրյան վարդի փնջեր թափեց բերանից, ու ինչ հրաշք, այգին կանաչեց, ծաղկեց առաջվանից էլ շքեղ, փարթամ, հազարաձայն ու հազարագունի, նրանք էլ որ գազան էին դարձել, մարդիկ դարձան բանական հոգով եւ ամենն ու ամենքը դարձան ասես նորից նոր ծնված, մաքուր, անմեղ ու անարատ։ Արեգն ու անտես աննման տիրուհին ամուսնացան 7 նոր 7 գիշեր հարսանիք արին անմահական այգում, գուսանները լարեցին փանդիրները, զարկեցին թմբուկները, հնչեցրին փողերը երգեցին, ծերունի Արան թագավորը իր թագավորությունը հանձնեց Արեգին, Արեգը բազմեց հորգահին, եղավ բարի արքա ու այն երկնքի պայծառ արևի նման արարչական սիրով արդար ու բարի թագավորեց հար ու հավիտյան։ Ահա այս հրաշք հեքիաթը
Մյուս հաղորդմանը ես պատմեմ, բացատրեմ այս հեքիաթի խորհրդանիշերը, սիմվոլները, իմաստները, թե ինչքան իմաստություն կա թաքնված այս գանձի մեջ։ Տեսակ, որ գազան դարձած մարդը ցավոք մինչև այսօր նույն գազանն է, եւ այս հեքիաթը ուղենշում է մարդկության ուղին, որ պետք է հազարան հավքը գա, որ մարդը փոխի մարդուն գազանից մարդ դարձնի, եւ այստեղ ահա հարցեր կարող են առաջանալ, պարզ է, այդ ո՞րն է այդ հազարան հավքը, որ գազանացած մարդուն էս մոլորակի վրա կարող է մարդ դարձնել, մարդ, որ հենց Թումանյանն ասում էր, ամենամեծ բանը մարդ բառն է, որ Շեքսպիրի Համլետի մեջ հիշում եք, ասում է մարդ լինել Հորացիո նշանակում է 10,000-ից մեկը լինել։ Մարդ ասելով չեն հասկանում քիթ ու բերան, աչք ու ականջ, եւ մեր ժողովուրդը ունի բառեր, չէ, ասում են մարդ չի, կամ մարդկություն չկա մեջը, մարդկայնություն։ Ահա մենք այս խորհրդանիշերից կխոսենք հաջորդ հաղորդմանը, իսկ ես խորհուրդ կտամ մեր երեխաներին, դպրոցականներին, բոլորին, որպեսզի այս հեքիաթը լավ իմանան, որովհետև այս հեքիաթը իր մեջ պարունակում է հին աշխարհի իմաստությունը եւ մի ամբողջ տիեզերք է իր մեջ պարունակում։ Այսօր Մխիթար Սեբաստացի կրթօջախում հայտարարել ենք հազարան հավքի տարի։ Անցած տարի հայտարարել էինք էպոսի տարի։ Եվ էպոսը անցան բոլոր դասարաններում, ընտանիքներում, համացանցի միջոցով երեխաները պատմեցին իրենց պապիկներին, դպրոցից սովորեցին եւ եղավ նաեւ քանդակագործության փառատոն Վիգեն Ավետիս, մեր հայտնի քանդակագործի ղեկավարությամբ Վիգեն Ավետիսի դպրոցում եւ այսօր Վիգեն Ավետիսի նորից այդ քանդակի եւ կերպարվեստի դպրոցի միջոցով մենք անում ենք հազարան հավք փառատոնը, որտեղ պիտի լինի երաժշտություն, երգ, քանդակ, այգիներն են մշակում այսօր այնտեղ, տնկում են ծառեր, Բլեան Աշոտը հավաքել է բոլոր ուսուցիչներին, բոլորը հողագործությամբ են միաժամանակ զբաղվում, հենց հիմա այնտեղ, որ գնաք կզարմանաք, թե ինչ ծաղկունք է այնտեղ տիրում, եւ ասեցինք, որ ամեն ինչ լավ է, այս ուրեմն հարավ-արևմտյան Գորշ թաղամասում այսպիսի օազիս է ստեղծվել, բայց պակաս է հազարան հավքը եւ հազարան հավքի փառատոնն է այս տարի եւ 7 ճամփեկ է այնտեղ բաց է, կարող են բոլորը գնալ, իմանալ երբ է, մասնակցեն։ Այսքանը սիրելի բարեկամներ, մինչեւ հաջորդ հանդիպում։ Ցտեսություն։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։